Իրանց ընտանիքի զոհը կարող է օգտագործեն այդ նույն կուսակցության ղեկավարները, դա շահարկեն իրանց ինչ-որ բաների մեջ հասկանում եք, գցեն այդ մարդկանց, երբ որ ասենք մարդիկ էլ կարող է խափնվեն դրան, բայց եթե գալիս եք վարչապետի դիմացը կանգնում եք, այտենց խոսում եք, լեզուներդ կիլոմետր սարքելով, պատրաստ պետք է լինեք, խելոք լսեք։ Պետական պաշտոնյան չպետք է ավելի զուսպ լինի։ Պետական պաշտոնյան պետք է զուսպ լինի ընդհանուր առմամբ, բայց երբ որ հարկ ենք համարում խոսելու կոշտ, պետք է խոսել կոշտ, եւ ես կողմ եմ այդ կոշտ խոսույթին։ Երբ որ ժամանակը եկել է կոշտ խոսելու, պետք է խոսենք կոշտ։ Իսկ դրանց հետ ուրիշ խոսակցության լեզու չպետք է լինի։ Այդ կուսակցության ղեկավարների հետ, այդ թափթփուկների հետ ուրիշ լեզվով ոչ մեկ այլևս չպետք է խոսի։ Ասենք կներեք էլի, այս երկրում կարողա չենք ապրել 2018 թվականից առաջ։ Կարող է 2018 թվականից առաջ այս երկրում չենք ապրել, որ ասենք մարդիկ մտածում էին, այս սրճարան գնան թե չգնան, ասենք, չգիտեմ, այս սրա աղբոր տղեն ընդեղ կլինի թե չի լինի, ընկերուհու հետ կարելի է այստեղ գնալ։ Արա մոռացել եք դուք։ Դուք մոռացել եք, դուք որտեղ եք ապրել։ Չէ, իրոք մոռացել եք, սենց մեկ էլ բան եղավ, սենց վերադարձան մարդիկ փրկիչները։ Արա ինչ փրկիչ։ Երկիրը տասնամյակներով թալանած մարդիկ այսօր այս բաներից են խոսում։ Ասում եմ, ես 44 օրյա պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում եղել եմ Ղարաբաղում։ Դրանք սաղ ընդեղից փախած են եղել։ Ողջույն սիրելի արաբկիրցիներ, ողջույն ենք ձեզ։ Դուք ինչպես կգնահատեք